Նոյեմբերի 28-ին, 29-ին և 30-ին իդեալ համակարգի բոլոր խանութ սրահները կաշխատեն մինչև ժամը 22:00։ Վերջին հնարավորությունն օգտվելու Սև ուրբաթի ցնցող զեղչերից։ Ես ձեր վրա զարմանում եմ։ Ես անկեղծ ուզում եմ մի բան հասկանալ, այսինքն որ Միքայել Մինասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ իրանց աշխատակիցները, իրանց գործընկերները, որոշ հանրային մարդիկ ասում են 5000, ասում են 6000, 7000, տեղ-տեղ 10000 են ասում, ձեզանից որևիցե մեկը չի գնում, հարցում չի ուղարկում, չի մոտենում, տեսնելուց չի հարցնում, չի ասում, բա ինչի ես 1000 հայ տղա ավել սպանում այ գործիչ, դուք չեք հարցնում այդ հարցը, իսկ երբ որ ես հրապարակում եմ պաշտոնական թիվը, ես կանդրադառնամ բանի հետ կապված ձեր հարցի, պաշտոնական թիվը, որը քննչական կոմիտեի կողմից վաղուց հրապարակված է, դուք հարցում եք ուղարկում եւ ինչ որ մարդիկ Facebook-ում փորձում են այդ թվի հետ վիճել, ես գիտեմ, որ այդ մարդիկ, իմ նշած մարդիկ, հայ մարդու ցավը, հայ մարդու էմոցիան օգտագործելով իրանց քաղաքական հարցերն են ուզում լուծել, բայց ես ձեզնից եմ ուզում հասկանամ, էլի, դուք Ազատություն ռադիոկայան, դուք Նյուզեմ, դուք մնացածից, ինչի այն ժամանակ արդեն քանի տարի է այդ մարդիկ ասում են, որ 1000, 1200, 1100 հայ տղա է ավել մեռել, ձեզանից ոչ մեկը մահացել կներեք այդ բառի համար, ձեզանից ոչ մեկը դրանց չեք հարցնում, ասում եք, այդ որտեղից այդ ինֆորմացիան, ով ա տվել, Ադրբեջանն ա տվել ձեզ այդ ինֆորմացիան, ճիշտ եք ասում, սուտ եք ասում։ Միտեղ որ լիներ պաշտոնապես դա դրված, բանսի։ Հարգելիս, հարց նախ եւ առաջ քննչական կոմիտեի հայտարարությունը, որը ես մեջ բերել եմ, պաշտոնական է դրած։ Այսինքն ամբողջ հանրապետության քննչական կոմիտեի հայտարարությունը, որտեղ որ քրեական գործ կա, եթե չեմ սխալվում, պատերազմի հետ կապված հարուցված, բազմաթիվ գործեր կա, դա պաշտոնական չի, որ երկրի նախկին ղեկավարները, իրանց փեսաները, լրատվական կայքեր եւ մեդիա ունեցողները տենց բան են ասում։ Ինչի մի հատ հարցում։ Մի րոպե ես ձեր հարցին պետք է միջև վերջ պատասխանեմ։ Նոր, ես սպասում եմ այս հարցին, սպասեք։ Ինչի՞ չեք մի հատ այդ դրանց, կրկնում եմ դրանց հարցնում, ասում 1000 երեխա, ինչի՞ եք սպանում։ Ինչ վերաբերում է ձեր հարցին թվերի էսկոմ գնալը։ Նաև վարչապետն է այդ թվի մասին ստեղ խոսացել, փոքր տարբերությամբ, եւ այդ տարբերությունը 1200 երեխա չի եղել, եւ այդ տարբերությունը հնարավոր է էլի փոխվի, որովհետեւ մենք ունենք 191 անհայտ կորած։ Այդ մարդկանցից վարչապետի հայտարարության պահից ի վեր, պարոն Քոչարյանի հայտարարության հետ կապված նաև այդ հայտարարությունից ի վեր ինչ որ ծնողներ այնուամենայնիվ իրենց երեխաների ԴՆԿ տեստի հիման վրա վերցրել են մասունքները եւ այդ թիվը այտենց փոփոխություն է ապրել, բայց եթե մենք խոսում ենք այդ թվի 10 հոգու, 50 հոգու, կրկնում եմ 191 հոգի այս պահի դրությամբ անհայտ կորած է, տա Աստված բոլորն էլ ինչ որ տեղից, ինչ որ հրաշքով հետ վերադառնան, բայց լինում է դեպքեր, որ հա, ինչ որ պահի ապացուցվում է, որ այն մասունքները, որոնք դեռ կան, ինչ որ մեկի այնուամենայնիվ ընտանիքի անդամ է։ Երբ որ լրատվության հիմա հերթով հարցեր տվեք։ Մի րոպե։ Հերթով իրար հետ չենք խոսում։ Ես երբևիցե որևիցե մեկի, ես մնում եմ միջև վերջի հարց տալու։ Հերթով առանց իրար ընդհատելու հարց տվեք։ Խնդրեմ, փայլակ ավարտեք ձեր հարցը։ Եվ օրինակ Սամվել Ֆարմանյանն է գրառում արել, ասում է 2022 թվականի ադրբեջանական ներխուժման ժամանակ մեր ունեցած զոհերը եւ ապա 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Արցախում մեր զոհերը ստացվում է Նիկոլ Փաշինյանի բերած պատերազմներում մեր ունեցած զոհերի հետ հարցնում է 5000-ից ավել։
5074 գրել է նախկին պատգամավորը։ Ես չեմ պատրաստվում այդ պերսոնաժին որևիցե ձևով արձագանքել։ Թող գնա Միշիկին հարցնի իրան աշխատավարձ տվող անձնավորությանը, հարցնի ասի, որ պատերազմը նոր էր ավարտվել, հələ 10 րոպե էր ավարտվել էր, նոյեմբերի 30-ին, եթե չեմ սխալվում, նոյեմբերի 30-ին, այդ որ գրում էիր 4750, այդ Վարմանյան Սամվելի կողմից էր այդ ինֆորմացիան ուղարկել, թե Սերժ Սարգսյանի բանն էիք մեջը, ապրիլյան պատերազմի թվերն էիր մեջը դրել, թե քո անձնական բան, թող գնա ինքը այդ պարզաբանը մտա, ինքը ընդհանրապես ով է, որ ես իրան մեկնաբան։ Պարոն Սիմոնյան, կներեք էլի։ Գուցե առաջացել է նրանից, որ պարզապես թվեր են հիշատակում, բայց ոչ թե անուններ։ Ձեր ընդդիմախոսները պահանջում են հրապարակել զոհերի անունները։ Լսեք, դա անձնական տվյալներ է։ Դա անձնական տվյալներ է, կարող է ինչ-որ ժամանակ հետո, դա հրապարակվի, բայց գիտեք ինչ, խնդիրը ոչ թե նրա մեջ որ անունները լինի, այդ որ ձեզ թվում է որ անունները հրապարակվեց, ասելու են այնտեղ ավել 1200 Պետրոս Պետրոսյանի անունն են իրանք հրապարակելու։ Չէ, ես ասում եմ 3833 թիվ եմ ասում, կոնկրետ թիվ եմ ասում, քննչական կոմիտեն թիվը ասում է, ես կրկնում եմ, բացեք օրը նայեք, գրածակ, այս իմ մեջ բերումը, դա իմ տանը պարկած, կարող է քո տեղը քո գործը անեմ, Շողիկ ջան, բացել նայի օրը։ Դուք ասում եք, բայց հիմա ենթադրենք Շողիկ ջան, լրատվամիջոցը կրկնում եմ, ես որտեղից եմ վեր, որ օրվա բանը է, որ օրվա հրապարակված է, բացեք, ես հղումը տալիս եմ, տեղը ասում եմ գնաք մտի քննչական կոմիտե, իմացի, եթե քեզ բավարար չի, փառքաս Հայաստանի Հանրապետությունն երկիրն է, որ դու կարող ես քննչական կոմիտե հարցում ուղարկես եւ իրանք քեզ օրով ժամով կպատասխանեն։ Ասում եմ, օրինակ ինչու որևէ կայքում պաշտոնական պաշտպանության նախարարությունը կլինի քննչական, չկա մի բաժին, որտեղ կարելի է մտնել, նույն դուք ասում եք, որ նույնիսկ կարող է փոխվել անհետքորացներով, մի թվով էլ կարող է փոխվել։ Հիմա մենք օրինակ ուզենանք այսօր պետական հասկացա, որովհետև պետական մարմինները պատասխանատվություն ունեցող մարմիններ են։ Իրանք պատասխան են տալիս ձեր առջև, քաղաքական իշխանության առջև, հանրության առջև։ Իրանք ինչ որ նախկին պաշտոնյաներ չեն, ինչ որ բլոգերներ չեն, որ ով ինչ թիվ ուզենա կրակի, որ ով հիմա ում հետ խոսում ես 5000, դե դրա համար լսեք, կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը թիվը ասել, որ այո, կրկնեցինք, ասեցինք ինչի պատճառով փոփոխությունները ապրել, ենթադրենք 10, 20, 50 անհայտ կորածի հետ կապված կամ 60 անհայտ կորածի հետ կապված իրենց ծնողները, իրենց երեխաների, իրենց բարեկամների մասունքները գտել են։ Այդ թիվը անընդհատ փոփոխման ենթակա։ Դուք ինչի չեք այն մարդկանց, ովքեր 1000 հոգով ավելացնում, այս հարցերը, որ ինձ հիմա հարցախեղծ եք անում, այսինքն եթե իրանք ներողություն, իրանք ասեն 500,000 կամ ասեն 1,250,000, չէ, մեր խնդիրը այնա, ոչ, իրանց խնդիրը այնա, թող նախ մեջ բերեն իրանց ասածը, իրանց խնդիրը կանում, մեր խնդիրը կանում է նրանում, որ մենք չենք մտնում շահարկումների դաշտ այդ թեմայի շուրջ, այսինքն մեր համար այդ թիվը, ինձ հիմա էլ է խոսելը, տհաճ դրա մասին, ինձ տհաճ է, ես դրական էմոցիա չեմ ապրում ես սրա մասին խոսելու, որովհետև խոսում ենք զոհված երեխեքի մասին, զոհված մարդկանց մասին։ Ինչ ղայնացնում է, որ մենք սխալ ենք արի, երևի ես այտենց թիվ պետք է թեկուզ փոփոխաբար ես կամ չգիտեմ վարչապետը կամ մեր падգամավորներից մեկը անընդհատ թիվ պետք է հրապարակի։ Ուղղակի այդտեղ վտանգ կա, որ այդ թիվը կարար անընդհատ փոփոխվեր, հա։ Մենք չենք կարող իրանց նման մեկը 4750 ասի, մյուսը ասի 5000, մյուսը ասի 6000, այն մյուս լրատվականն էլ գնա ինչ որ մեկի ծնողին գտնի, որ այն էլ ասի 7000 որ այդ 7000 թիվը ֆիքս է։ Փորձի ճիշտը գտնել, չիմանա որտեղից վերցնել։ Լսի, ճիշտը, ես էլ ինչ պետք է անեմ, պետք է ձեռքդ բռնեմ։ Շողիկ, գոյություն ունի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, գոյություն ունի տես պետական մարմին։ Այդ պետական մարմինը բոլոր քննիչներին համակարգող մարմին է, մեծ, հսկա, ազդեցիկ կառույց է, պետական կառույց է։ Այն տվյալները, որ ես կարողացել, եթե ես կարամ մտնեմ ինտերնետ, հավաքեմ ստեղնաշարով, գտնեմ
թիվը հրապարակեմ գրեմ, դու որպես լրագրող, ձեր խմբագրությունը եւ մնացած բոլորը իհարկե կարող եք դա անել։ Այդ ո՞նց է ստացվում։ Ես դա կարողանում եմ անել։ Դուք լրագրողները, որ գալիս եք ինձ հարցախեղտ եք անում, գնում եք Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, այն մյուսին հարցեր եք տալիս, մեկ չեք ասում, այդ ո՞րդից է 5000-ը։ Այդ ո՞րդից է 5000-ը։ Այդ 7000։ Ասեմ ինչի եկավ, որովհետեւ գնացել էի հանդիպման երեխաների հետ, ուսանողների հետ, եւ այս վերջին հանդիպման ժամանակ եւ ուսանողներից մեկը հարց տվեց, մեջը օգտագործեց այդ 5000 թիվը, ասի սենց էլ չի լինի, ես պետքա հրապարակեմ այդ թիվը, որպեսզի այս խոսակցությունը, որ ինչ որ մարդիկ փորձում են շահարկել, դիվիդենդներ հավաքել, ավարտվի։ Ասում եմ, մեր մեղքը կայանում է նրանում, որ մենք շատ ավելի պատասխանատու մոտենալով հանդերձ, այդ թվին, այդ սուտ թվին, թիվ չենք հակադրել։ Okay, սխալ արեցինք, հիմա ես դա անում եմ 3833 հոգի զոհվելա, 191 հոգի անհետ կորացա։ Այդ մարդկանցից, եթե արկա մասունքների հետ տվյալները կամ ինչ-որ ծնող, կամ ինչ-որ բարեկամ գտնենք ամեն ինչ ֆիքսած վերջնականապես, կամ իսեր Աստծո, թող մեկը ինչ-որ տեղից դուրս գա ինֆորմացիա դուրս գա, որ ես մեկը ինչ-որ տեղ է գտնվում, այդ թիվը կարող է 191-ով փոփոխություն ապրել։ Անի ջան, սրանք վերջացնենք, հետո քեզ հետ, հա։ Ուղղակի ձեր ասած այդ խնդիրը կվերանա, եթե անուն հրապարակվեր։ Ես ձեր հետ համաձայն չեմ, ես դրա մասին խոսել եմ, զոհերի անունները հրապարակել, անձնական տվյալները հրապարակելը, ես չեմ դա որոշողը, բայց որոշումը այս պահին է, որ դա անձնական տվյալներ եւ այս պահին ճիշտ չի դա հրապարակելը։ Դե չգիտեմ ինչի ճիշտ չի, որ անձնական տվյալներ ոչ մեկ չի վիճում, որ իրանք հերոսներ են եւ շիրիմ ունեն։ Խոսքը նրա մասին է, որ դա անձնական տվյալներ է։ Դու չես կարող 3833 գումարած 191 անհայտ կորածներին միավորես իրար, ասես հիմա մյուսը ասելու եք անհայտ կորածների անունները եւ այլ պետք չէ դաշտ մտնել գոյություն ունի պետություն, լեգիտիմ ընտրված պարլամենտ, լեգիտիմ ընտրված վարչապետ, քննչական մարմին, որը որ քրեական գործ է հարուցել, քրեական գործ կա, քրեական գործերից դուք մեջբերումներ եք անում, հարցեր եւ նյութեր եք կառուցում դրա վրա, բայց չգիտես ինչի, ձեր չի տալիս 3833-ը, դա պետքա լինի 5, 6, 7000, որ մարդկանց ավելի ցավացնեք, ասեք Նիկոլը վատնա, Ալենը վատնա։ Ձեր մասին չեմ խոսում, բնական է, դուք լրագրող եք։ Շնորհակալություն։ Պարոն Սիմոնյան, դուք անընդհատ խոսում եք բանավիճելուց եւ դուք Փաշինյանը, բայց պարոն Թաթոյանը բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին, այսօր նաեւ պաշտոնապես աշխատակազմ մուտք կգործի հրավերը, ասում է Պետրոս Ղազարյանին էլ կարող է Փաշինյանը իրեն տանել, որ իրեն մենակ չզգա։ Վախենում եք Թաթոյանի հետ բանավեճից։ Շատ, գիշերները չենք քնում, գիշերները զանգվում ենք, ասում ենք դու էլ քնած չես, ասում հայ ես էլ քնած չեմ, Թաթոյանի արտազրույց։ Դե մի քիչ աբսուրդ է, հիմա ես էլ Հարմարեցի մարդկանց հետ բանավիճել, որ օրինակ հիշեցնեն Թալան, Չէ, բայց սպասի մի րոպե։ Նախ այդ բանավեճը սենց տենես տեղի է ունենալու, եթե պարոն Թաթոյանը մասնակցելու է ընտրությունների։ Այսինքն այդ fake օրակարգը, fake այդ որ դուք գաք կամ ինչ-որ մի լրագրող գա ասի կամ ինքը ասի ինձնից վախենում են, դա անկեղծ fake խոսակցություն է, որովհետև վերջ դե պատասխանեմ, որ թույլ տաս չընդհատես կպատասխանեմ։ Գոյություն ունի օրենքով ամրագրված բանավեճի ինստիտուտ, որը տեղի է ունենալու ընտրություններից մի քանի օր առաջ։ Խնդիրը նաև կայանում է կարգավիճակների մեջ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետը պետք է ով էլ դա լինի պետք է բոլոր այն քաղաքական նորաստեղծ ուժերի ղեկավարներին, ովքեր ասում են ես պատրաստ եմ քո հետ բանավիճեմ, գնամ բանավիճելու, ասենք, տենց օրինակ այսօր Թաթոյանը կառաջարկի, վաղը, չգիտեմ, մի հատ ինչ-որ երկու հոգանոց կուսակցություն կառաջարկի, չգիտեմ, մյուս օրը մյուսը կառաջարկի, այսինքն պետքա տրամաբանություն, հիմա ես էլ Տրամպին կանչեմ բանավեճի, հիմա այդ ինչ ափսոս, կամ Պուտինին կանչեմ բանավեճի։ Համեմատելի է, որովհետև Նիկոլ Փաշինյանը ի տարբերություն Արման Թաթոյանին, որը որ մի պետական պաշտոն ունեցել Սերժ Սարգսյանի կողմից, ինքը նշանակվել է մարդու իրավունքների պաշտպան, Նիկոլ Փաշինյանը
Անի ջան, ուզում ես եկել եմ քո մոտ հարցազրույցի, ես ասեմ, հետո դու ասա, ես ասեմ, հետո դու ասա։ Հիմա իմ հերթն է, պայմանավորեցինք։ Երբ որ նշանակվել է Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնյա, դրանից հետո ինքը որևիցե պետական պաշտոն ու հիմա չի զբաղեցնում, ինքը քաղաքական գործիչ է, իր կուսակցությունը ունի, ինքը այդ հնարավորությունը կունենա, կգա հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հետ եւ իր բոլոր հարցերը վարչապետին կտա, բայց իր նման հարյուրավոր մարդիկ կան, որոնք ցանկություն կունենան բանավիճել։ Ինձ հետաքրքրում է պարզապես Փաշինյանին հարմար է բանավիճել այնպիսի մարդկանց հետ, ում կարող է ինչ-որ բան հիշեցնել, ում այս տարիների ընթացքում պարբերաբար թիրախավորել է եւ ինքը Փաշինյանին հարմար է բանավիճել բոլորի հետ, ովքեր այդ կարգավիճակը ունեն, որովհետև երբ որ վարչապետը գալիս է այստեղ, ինքը բանավիճում է բոլոր ընդդիմադիր падգամավորների հետ, եթե նրանք համարձակվում են գալ եւ մասնակցել հարց ու պատասխանին, բայց ինչ որ պահից հետո իրանք սկսել են չգալ այդ բանավեճին, որտեղ հասկացել են, որ չեն կարողանում բանավիճել։ Հետո եթե Արման Թաթյանը իր շուրջը դες մտածում է, որ ինքը այնքան դարակազմի քաղաքական գործիչ է, ինչ խնդիր ունի, կլինի էլի այդ բանավեճը մի 4-5 ամիս հետո կլինի, ավելի լավ ընտրություններին մոտ կլինի, ինքը իր պատմությունը կպատմի հանրային եթերով, ինչ ստից թե մի րոպե, վերջացնեմ, մի րոպե։ Ես ինձ թվաց իմ բանավեճի մասին եք ասում, ինձ թվաց այն իմ առաջարկի մասին եք ասում, որ ես առաջարկել էի ընդդիմադիր հերոստալիքներից որևիցե մեկի տաղավարում, հիմա ես կանադա այդ եմ անում, էլի, բանի ջան, իմ գործը թողած քո գործն էլ եմ անում, թող անեմ միջև վերջպես։ Ինչպես ընդունեն ձեր հրավերը, եթե օրինակ դուք մի դեպքում անտիֆեյքի տղաների դեպքում հաղորդում ներկայացրել, մյուս դեպքում ժուրնալիստների միության հետ կապված, ընդ որում հասկանալի դեպքում հասկանալի չի հարաբերս ինչ կապ ունի օրինակ Սաթիկ Սեյրանյանը այդ ես էլ եմ ասում, ես էլ չեմ հասկանում Սաթիկ Սեյրանյանը ընդհանրապես այդ գույքի հետ ինչ կապ ունի եւ ժուրնալիստների միության հետ ինչ կապ ունի, ես էլ շատ բան կա չեմ հասկանում, ինչ կապ ունի Սաթիկ Սեյրանյանը ընդհանրապես ժուրնալիստիկայի հետ, ժուրնալիստների միության հետ։ Դա կարևորը մենք ենք հասկանում։ Դե լավ է, որ դուք, ես վստահ չեմ, որ մնացած գործընկերները, ինչպես նաև դուք հասկանում եք, այս սրա համար պետք է Սաթիկ Սեյրանյանը համարձակություն ունենա, հա, Արմինե Օհանյանը համարձակություն ունենա, Արամ Աբրահամյանը համարձակություն ունենա, ոչ թե Լուսինեին ստեղ Արմինե Օհանյանը ուղարկի, կամ ասենք ինչ որ մեկին զանգի մասին բան վերցնի Արմինե Օհանյանը չէ, Սաթիկ Սեյրանյանը, թիվ 5 հեռուստաընկերության այն մեկնաբանները, լրագրողները, խմբագիրը, որոնք ինձ շատ լավ են ճանաչում, համարձակություն ունենան, այս հարցերը ոչ թե ես ու դու Անի ջան ստեղ քննարկենք, ես իմ տեղը խոսեմ, դու իրանց տեղը խոսես եւ այդ խոսակցությունը ոչինչ չտա, այլ կանչը ես ասում եմ գալիս եմ ձեր եթե խանգարում եք, այո, համարձակություն կատարել բացակայությունը։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահը դա ինստիտուտ է, իսկ իրանք լրագրողներ եւ խմբագիրներ են։ Աշխարհում տենց դեպք չկա, որ գործող իշխանության ներկայացուցիչները իմիջիալից այն երկրում, որտեղ որ խոսում են խոսքի ազատություն, բան, սահմանափակում եւ այլը, հա, տենց, հա, կանչեք, տարեք իշխանության ներկայացուցիչին, հանրությանը ցույց տվեք, որ այս իշխանավորը ճիշտ չի խոսում, որ իշխանավորը վատ է, որ այն հարցերը, որոնք որ դուք տալիս եք, ինքը չի կարողանում պատասխանի։ Իրանք համարձակություն չունեն, պնդում եմ, դեկտեմբերի 1-ին մնացել է եւս 2 օր, թող հավաքվեն, իրանք դեռ ժամանակ ունեն։ Հերթով, հա։ Արման Թաթյանը նախորդային հրավիրված ասուլիսում անդրադառնալով ձեզ իշխանությունից զրկելուն ասել է, եթե նախկին նախագահները որոշեն մասնակցել 2026-ի արժանապատվություններին դրա պայքարին, ապա իր մոտ հարց է առաջանում, նրանք իսկապես ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա պաշտոնից, թե այստեղ այլ նպատակներ ու հարցեր կան։ Նաև հավելել է նախկին նախագահների չմասնակցության պարագայում, տեսեք, մենք մեր թիմը ինչպես միավորված Փաշինյանին կհեռացնենք։ Ես ինչ որ մասով համակարծիք եմ պարոն Թաթոյանի հետ, շատ հետաքրքիր Կարոզարշավ եւ պայքար կլինի, եթե իրան նշված նախկին չընտրված նախագահները, իսկ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը երբևիցե Հայաստանի Հանրապետության նախագահի համար չեն կարող համարվել, որովհետեւ ընտրությունների արդյունքները որևիցե մեկի մոտ հավատ չի ներշնչել, եթե իրենք չմասնակցեն, միգուցե շատ մենք ավելի լավ ընդդիմություն ունենանք Հայաստանի Հանրապետությունում, քան հիմա, բայց իրանք դա չեն անի, որտեղ իրանք մոնոպոլ դիրքերում նախկին չինովնիկների, բիզնեսմենների եւ բդեշխների շնորհիվ ամեն մեկը փորձելու է ինչ
ինչ-որ ձևով ներկայություն ունենալ այստեղ, բայց շատ լավ գաղափար կա։ Ես պարոն Թաթոյանին առաջարկում եմ սկզբից մի հատ այդ թեմայի շուրջ կանչի օրինակ Ռոբերտ Քոչյանին եւ Սերժ Սարգսյանին բանավեճի։ Տեսնենք իրանք կվախենան, թե չեն վախենա, դուք ասում եք վախենում է։ Իրանք էլ գործող երկրի ղեկավար չեն։ Հիմա ինքը տենց հավակնությունի գործող ղեկավարի ականջում, թող հələ չգործող ղեկավարների նախքին կանչի, տեսնի իրանք կիշնեն իր մակարդակին, կգնան այդ բանավեճին, նոր հետո կխոսենք։ Պարոն Սիմոնյան, Իսկ ես չլսեցի ով հարց տալիս։ Լսեք, եթե պարոն Թաթոյանը այդքան ձեն կհավաքի, կկարողանա իր ասածը հասցնել, ինչու ոչ, կարող է եւ ինչ որ ընտրությունների ժամանակ հաղթի եւ դառնա ինքը իշխանություն։ Հայաստանի Հանրապետությունում ազատ ընտրություններ են, բայց իմ կարծիքով այսօրվա անդիմությունը պարլամենտական պետք է շատ ակտիվ պատրաստվի 2031 թվականի ընտրություններին։